Տիկին Մկրտչյան, այնինչ կատարվում է այսօր, իրոք ժողովրդից ասման արդեն արժանացրել, որ խնդրեմ գնահատական կտակ այս ամենին։ Ես այսօրվա կատարվողը կբնորոշեմ հետևյալ կերպ ու շատ պարզ։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայ ազգային հիմքերում եւ այն ինստիտուտները, որոնք ինքնության մասին են հայ ժողովրդի, միանշանակ Նիկոլի կողմից պիտի քանդվեն։ Թուրքերն ու ադրբեջանցիները իրան այդ ծրագիրն են տվել։ Սա ոչ ինքնաբուխ, ոչ ինչ-որ մի կերպ այսօր քնել Նիկոլը արթնացել է այս տրամադրությամբ, ոչ, ինքը սեկտանտ է, թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից ուղղորդվող։ Բերել է մայր տաճարի հենց դեմ դիմացը, որպեսզի հայերի մեջ կազմակերպի սադրանք, շատ պարզ, վեհափառ հայրապետի նկատմամբ գործողություններ իրականացնեն, որով պիտի ուրախանա Էրդողանն ու Ալիևը։ Սրա պարզ ծրագրային դրույթը էդ է։ Իսկ այն կոմպրոմատների գերիներն են պատրաստ են ամեն ինչ անել, միայն Նիկոլի կողմից չդատապարտվելու, Նիկոլի կողմից բռնաճնշումների չենթարկվելու համար։ Փառք Աստծո, որ մեր հազարավոր հայրենակիցներ այստեղ են ու վեհափառ են վանկարկում, հստակ գիտակցելով, որ հայ առաքելական եկեղեցու պահպանությունն է մեր պետականության պահպանությունը, թե չէ բոլորիս ու յուրաքանչյուրիս համար Արցախի ճակատագիրն է դա նախատեսել։ Իշխանությունը ինչու որոշեց հենց 7 տարի անց եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին մասնավորեցնեն կաթողիկոսին պետության համար վտանգավոր։ Դե շատ բարձ, որտեղ ծրագիրը ունի հստակ փուլեր։ Երբ որ իրան 18 թվականին բերում են այստեղ իշխանության, իրան տվել են նաև այդ ծրագիրը, ազգադավին տվել են ծրագիրը։ Ոչ էր կարա գար 18-ին ասեր Արցախ եմ հանձնելու, չէր կարա գար ասեր գալու եմ Մայրաթոռը գրավեմ, տանը ադրբեջանցիներին, որ օկուպացնեն Էջմիածինը։ Ոչ էր ասելու, որ գալու եմ հայոց եկեղեցու պատմությունը հանեմ, հայոց պատմությունը հանեմ։ Պետք է հերթով աներ, չէ՞։ Հիմա բերել Արցախը հանձնել է, հայոց պատմություն չկա, Արարատին նայել չի կարելի, հայոց ցեղասպանությունը մեր ազգային առաջնահերթություններից հանելա, հիմա մայր տաճարն է եկել գրավելու։ Մեզ բերել հասցրել մենք այնքան ենք նահանջել, որ մայր տաճարի դիմաց կանգնած հիմա վեհապարին ու Մայրաթոռն ենք պաշտպանում։ Իրավիճակը շտկելու համար Նիկոլի հեռացումն է այս իրավիճակի լուծումը, հենց այդ դավաճան տականքը չլինի, հազարավոր հարցեր կլուծվեն միանգամից։ Ըստ ձեզ ինչպես ստացվեց, որ 10 եպիսկոպոս որոշեցին եկեղեցուն դեմ գնալ։ Գերի են իրենք, այդ մարդիկ ինքնություն չունեն, ողնաշար չունեն, իրենց ժողովրդին են լքել եւ իրենց եկեղեցին Նիկոլից դողում են իրենց հարստության ու կոմպրոմատների համար։ Ոնց էր ասում Նիկոլը, ասում էր Բենթլի տերտեր, այ Բենթլի տերտերը հիմա իրան ծառայում է։ Սրա մասին են իրար։ Հասարակությունը աղճատված է այսօր ավելի քան նկատելի է համախմբելու համար հասարակությունը աղճատ ներողություն եմ սև ու սպիտակների ոչ կան Նիկոլի բանդան եւ կա հայ ժողովուրդը, որին փորձում են վախեցնել, բռնաճնշումների ենթարկել, որտեղ եթե հայ ժողովուրդը ինչ որ մի մասը Նիկոլի կողմը լիներ, Նիկոլես բռնաճնշումներին չէր դիմի, այս սադրանքներին չէր դիմի, ինքը սա անում է, որտեղ գիտի որ ժողովրդի հետ կապ չունի, ինքը երբեք այդ ժողովրդի հետ կապ չի ունեցել։ Թուրքի ու ադրբեջանցու կեղտոտ նավթա դոլարներով ստեղ իշխանությունը զավթած է, ինքը ժողովրդի հետ կապ չունի։